Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Նրա անունով, ով խաչը բարձացավ, քեզ համար, ինձ համար։ Նրա անունով, ում արյունը թափվեց, քո մեղքերի, իմ մեղքերի համար։ Նրա անունով, ով հարություն առավ, ում հարությամբ պարտվեց մահն ու գերեզմանը, եւ որի հարությամբ մեզ էլ հարություն կտրվի եւ հավիտենական կյանք։ Հայր Աստված, այս նույն Հիսուս Քրիստոսի քո միածին որդու անունով գալիս եմ ողորմությանդ ու շնորհիդ գահի առաջ եւ բարեխոսում եմ ինձ համար, ընտանիքիս բոլոր անդամների համար, գերդաստանիս անդամների համար, ազգիս համար, ընկերներիս, հարևաններիս, գործընկերներիս համար, լսողների ու նրանց ընտանիքների համար եւ քո լույսն եմ կանչում, քո ողորմությունը ու քո շնորհն եմ կանչում, Սուրբ Հոգի Տեր, քեզ եմ կանչում, արի, հպվի ու բացահայտի մեր մեղքերը, մեր մեղավոր էությունը, որ մենք չմնանք բազմազան մեղքերով բեռնավորված, որ չմնանք ներքաշված զանազան չար ցանկությունների մեջ, ոչ էլ ներքաշվենք, բժշկի մեր սրտերը, որտեղից բխում են մեր ցանկությունները, որ մեր ցանկությունները նողկալի քեզ դեմ ցանկություններ չլինեն, Տեր արձակի մեր հասկացողության վրա դրված կապանքները, պոկի ամեն քող, որ գցվել է մեր հասկացողության վրա մեղքի պատճառով, որ մենք չլինենք ու չմնանք մարդիկ, որոնք միշտ սովորում են, գուցե կարդում են Աստվածաշունչը, գուցե լսում են Աստվածաշունչը, քարոզ են լսում, բայց այդպես էլ երբեք չեն կարողանում հասնել քո ճշմարտությանը, ընդունել ու ըմբռնել քո ճշմարտության գիտությունը։ Տեր կոտրի մեր մեջ հակառակության, ըմբոստության, ապստամբության, ես ամեն բան գիտեմի ոգին, որ մենք ճշմարտությանը չհակառակվենք, որ մենք մտքով ապականվածներ չմնանք, մեծամիտներ, ինքնահավաններ չմնանք, ու մեր հավատը սին ու կեղծ չլինի միայն ադաթ ու մշակույթ, որ մենք չլինենք մարդիկ, որ ասում են քրիստոնյա ենք, բայց իրականում լինենք առանց Քրիստոսի, որ չլինենք մարդիկ, որ ասում ենք հավատքի մարդիկ ենք, բայց Քրիստոսի զորությունը մեր մեջ չլինի։ Ողորմի, թող որ մենք Քրիստոսով փոխակերպվողներ լինենք, Տեր փրկիր մեզ, օգնիր մեզ, ազատիր մեզ մեր անմտությունից, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Հիմա անդրադառնանք ելք գրքին, 7-րդ գլխում ենք, կարդանք հատվածի այսօրվա հատվածը եւ մեկնաբանությունը, իսկ նախկին դասերը դուք լսեք։ Տերն ասաց Մովսեսին, փարավոնի սիրտը կարծրացավ, նա չի ուզում արձակել ժողովրդին, առավոտյան գնա փարավոնի մոտ, երբ նա դուրս գա դեպի ջուրը գնալու, կանգնիր գետի եզերքին նրա դիմաց եւ ձեռքդ առ օձ դարձած այն գավազանը եւ ասա փարավոնին. Եբրայեցիների Տեր Աստվածը ինձ ուղարկել է քեզ մոտ, ասելով. արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ անապատում, բայց մինչև հիմա դու ինձ չլսեցիր, այսպես է ասում Տերը, սրանով կիմանաս, որ ես եմ Տերը, ահա ես իմ ձեռքի գավազանով կհարվածեմ գետի ջրին, և ջրերը արյուն կդառնան, գետի մեջ եղած ձկները կսատկեն, գետը կնեխի, և եգիպտացիները կզզվեն գետից ջուր խմել։ Տերն ասաց Մովսեսին. ասա Ահարոնին, առ գավազանդ և ձեռքդ մեկնիր եգիպտացիների ջրերի վրա, նրանց առուների վրա, նրանց գետերի վրա, նրանց լճերի վրա, նրանց բոլոր ջրամբարների վրա և արյուն կդառնան։ Եգիպտոսի ամբողջ երկրում փայտե և քարե ամանների մեջ եղած ջրերը արյուն կդառնան։
Մովսեսն ու Ահարոնը արեցին, ինչպես որ Տերը պատվիրել էր։ Ահարոնը բարձրացրեց գավազանը և փարավոնի ու նրա ծառաների առաջ հարվածեց գետի ջրերին։ Գետի բոլոր ջրերը արյուն դարձան։ Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց և եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել։ Եգիպտոսի ամբողջ երկրում արյուն էր։ Եգիպտացի մոգերն էլ նույնն արեցին իրենց կախարդություններով։ Փարավոնի սիրտը կարծրացավ նորից, և նա չլսեց Մովսեսին ու Ահարոնին, ինչպես որ ասել էր Տերը։ Փարավոնը վերադարձավ և եկավ իր տունը։ Այս էլ չազդեց նրա սրտին։ Բոլոր եգիպտացիները փորեցին գետի ջրակայքը խմելու ջուր գտնելու համար, որտև գետի ջրից չէին կարողանում խմել։ 7 օր էր անցել, որ Տերը հարվածել էր գետին։ Տեր ողորմած, Տեր ամենակալ, քո առաջ եմ բերում մեր միտքը, Սուրբ Հոգի, խնդրում եմ առաջնորդես մեր միտքը, բացես փականքները, որ մենք չգանք մեր կանխամտածված տեսակետներով, պատկերացումներով, իլյուզիաներով, այլ գանք քո ճշմարտությունը լսելու։ Տեր Աստված, փարավոնի նման չլինենք, որ քո խոսքերը էլի մեր սրտերի վրա չազդեն, էլի մեզ դարձի ու ապաշխարության չբերեն։ Տեր ողորմի և քո ողջ զորությամբ գործի։ Ամեն։ Աստված ուղարկում է Մովսեսին փարավոնին զգուշացնելու առաջին պատուհասի մասին։ Աստված այնքան բարի ու մեծասիրտ է, որ զգուշացնում է, տալով հնարավորություն ետ կանգնելու չար ընտրությունից, դարձի գալու հնարավորություն։ Սա Աստծո իրական էությունն է։ Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը կարծրացավ, նա չի ուզում արձակել ժողովրդին»։ Առաջին պատուհասը, ինչպես նաև մնացած բոլոր պատուհասները տեղի ունեցան ոչ թե նրա համար, որ Աստված դաժան էր, այլ քանի որ փարավոնը կարծրացրեց իր սիրտը Աստծո դեմ և նրա ժողովրդի դեմ։ Ողորմած լինելով Աստված զգուշացրեց փարավոնին, բայց փարավոնը անտեսեց նախազգուշացումը։ Ապստամբ ու հակառակվող մարդը գիտեք էս պահը ոնց մեկնաբանում, ասում է, հա լավ, Աստված եթե այդքան բարի էր, թող միևնույնն է, չպատժեր։ Այսինքն մենք ակնկալում ենք, որ Աստված իր ստանդարտը իջացնի, ինքը խոնարհվի, բայց ոչ մենք։ Դա ապստամբ մարդու սիրտ է ու մտածելակերպ։ Առավոտյան գնա փարավոնի մոտ, երբ նա դուրս գա դեպի ջուրը գնալու, կանգնի գետի եզերքին նրա դիմաց և ձեռքը տար օձ դարձած այն գավազանը և ասա նրան. «Եբրայեցիների Տեր Աստվածը ինձ ուղարկել է քեզ մոտ, ասելով. արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ անապատում, բայց մինչև հիմա դու ինձ չլսեցիր, այսպես է ասում Տերը, սրանով կիմանաս, որ ես եմ Տերը»։ Աստված այստեղ ասում է ինչի համար է անում, ասում է դու ինձ չլսեցիր, ես քեզ ասեցի, դու ինձ չլսեցիր, իսկ հիմա այն ինչ որ ես անում եմ, որ հասկանաս, որ ես եմ Տերը։ Սրանով կիմանաս, որ ես եմ Տերը։ Եթե փարավոնը իսկապես ճանաչեր և պատվեր Իսրայելի Աստծուն, նա կազատեր Իսրայելի որդիներին։ Փարավոնը մեղանչեց Իսրայելի դեմ, որովհետև մեղանչեց Տիրոջ դեմ։ Մենք չարիք ենք գործում, որովհետև մենք նախ չարիք ենք գործում Աստծո դեմ։ Երբ մենք ատում ենք Իսրայելին, սխալ սրտի դիրք ունենք Իսրայելի ժողովրդի հանդեպ, երբ մարդիկ կան, որ ասում ենք ինչի պիտի հավատանք Իսրայելի Աստծուն, մենք մեղանչում ենք Աստծո դեմ, Աստծո ընտրության դեմ, Աստծո որոշման դեմ։ Եվ Աստված նորից տալիս է այս զգուշացումը փարավոնին. ահա ես իմ ձեռքի գավազանով կհարվածեմ գետի ջրին և ջրերը արյուն կդառնան։ Գետի մեջ եղած ձկները կսատկեն, գետը կնեխի և եգիպտացիները կզզվեն գետից ջուր խմել։ Առաջին պատուհասը գալիս է Եգիպտոսի վրա և Նեղոս գետը վերածվում է արյան։ Տերն ասաց Մովսեսին. ասա Ահարոնին. այս առ գավազանդ և ձեռքդ մեկնիր եգիպտացիների ջրերի վրա, նրանց առուների վրա
նրանց գետերի վրա, նրանց լճերի վրա, նրանց ջրամբարների վրա, բոլորը արյուն կդառնան։ Եգիպտոսի ամբողջ երկրում փայտե եւ քարե ամանների մեջ եղած ջրերը արյուն կդառնան։ Մովսեսն ու Ահարոնը արեցին, ինչպես որ Տերը պատվիրել էր։ Այսինքն ոչ միայն Նեղոս գետն էր արյուն դառնալու, այլ ամեն առու, ամեն լիճ, ամեն գետ եւ տան մեջ եղած ջրերը, այն որ վեդրոյով մենք Հայաստանում ջուր ենք հավաքում, ասում այդ ջրերն էլ դառնալու են արյուն։ Սա պատուհասներից առաջինն է։ Ընդհանուր առմամբ կան 9 պատուհասներ, 10-րդը առաջնեկների մահն է, որն առանձին դասակարգման մեջ է մտնում, եւ դրանք խմբավորված են եռյակներով։ Առաջին երկու պատուհասներից առաջ Աստված նախազգուշացնում է, կոչ է անում զղջալ ու հետ դառնալ սխալ ընտրությունից։ Իսկ մյուս պատուհասները գալիս են արդեն առանց նախազգուշացման, եւ սա ցույց է տալիս, որ Աստծո համբերության բաժակը լցվել ունի։ Բայց Աստված այնքան գթասիրտ է, որ շարունակաբար նաև զգուշացնում է։ Ահարոնը բարձրացրեց գավազանը եւ փարավոնի ու նրա ծառաների առաջ հարվածեց գետի ջրերին։ Գետի բոլոր ջրերը արյուն դարձան։ Ոմանք ասում են, որ յուրաքանչյուր պատուհաս ունի իր բնական բացատրությունը։ Այս առաջին պատուհասի դեպքում ոմանք ասում են, որ երբ Նեղոս գետը հասնում էր չափազանց բարձր վարարման մակարդակի, այն շրջապատից հավաքում էր մանրացված կարմիր հող, եւ այս կարմիր հողը պարունակում էր օրգանիզմներ իր մեջ, որոնք գունավորում էին ջուրը եւ սպանում ձկներին։ Բայց եթե սա էր պատճառը, մի բան, որ հաճախ էր տեղի ունենում ու փարավոնը գիտեր այդ մասին, ապա ինչու փարավոնի ժողովուրդը սկսեցին փոսեր փորել, որ մաքուր ջուր գտնեին։ Չէ՞ որ եթե բնական բան էր, նրանք արդեն պատրաստություն կունենային։ Ու սա միայն Նեղոսի համար են ասում, բայց չեն որ տան մեջ, ամանների մեջ եղած ջրերն էլ արյուն դարձան։ Բա դա ինչպես կարելի է բացատրել բնական ձևով։ Այսինքն տեսնում ենք, որ սա Աստծո գերբնական հրաշքն էր։ Եվ այո, Աստված կարող է օգտագործել բնական բնությունը իր պատուհասները իրականացնելու համար։ Նույնիսկ անգամ, եթե Աստված բնությունն է օգտագործել, միևնույնն է, թե երբ եղավ, ինչպես եղավ, ինչ ուժգնությամբ եղավ, դա գալիս է միայն Աստծո ձեռքից։ Եվ բնությունն էլ Աստված է արարել ու նրան է ենթարկվում։ Բայց սա բնական աղետ չէր, այլ սա գերբնական դատաստանի հրաշք էր։ Կարևոր է հասկանալ, որ այս պատուհասները բոլորը բառացի էին, դրանց մեջ ոչ մի խորհրդանշակ սիմվոլիկա չի։ Յուրաքանչյուր պատուհաս մատնանշում էր ավելի մեծ իմաստ, այո, քան իրադարձությունը ինքնին, բայց դրանք իրականում տեղի էին ունենում։ Սա ուղղորդում է մեր պատկերացումը հայտնության գրքում նկարագրված պատուհասների ու դատաստանների մասին։ Չկա որևէ պատճառ դրանք պարզապես սիմվոլիկաներ համարելու համար։ Նրանք խոր իմաստ են պարունակում, բայց նրանք նաև բառացի են։ Եգիպտոսի դեմ Աստծո բերած պատուհասները ունեին որոշակի ռազմավարություն եւ նպատակ։ Աստված երբեք ոչինչ աննպատակ չի անում։ Դրանցից յուրաքանչյուրը ուղղված էր եգիպտացիների համար թանկ ու արժեքավոր, այսպես կոչված աստվածների դեմ, որոնց ես անվանում եմ չաստվածներ։ Այս կռապաշտությունը ոչ միայն պատիժ բերեց Եգիպտոսի դեմ, այլև պատուհասները պատասխանեցին փարավոնի սկզբնական հարցին։ Հիշում եք, փարավոնը Մովսեսին ասեց. «Ով է Տերը, որ ես նրան լսեմ ու արձակեմ Իսրայելին»։ Դա կարող եք կարդալ Ելք գրքի 5-րդ խոսքում։ Պատուհասները ցույց են տալիս, որ Տերն Աստված ավելի մեծ է, զորավոր է, սարսափազդու է, քան բոլոր այդ չաստվածությունները, որ Տեր Աստված իրական ու կենդանի է։ Աստվածաշնչում ասում է Աստված լափող կրակ է։ Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց եւ եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել։ Եգիպտոսի ամբողջ երկրում արյուն էր։ Այն որ ասում է Եգիպտոսի ամբողջ երկրում արյուն էր, նշանակում է, որ միայն Նեղոս գետը չէր։
այլ ամեն լիճ, ամեն գետ, ամեն առու, ամեն առվակ ու տանեղած ամեն ջուր։ Մասնավորապես այս առաջին պատուհասը ուղղված էր բազմաթիվ եգիպտական ջրային, գետային աստվածների, չաստվածների դեմ։ Օրինակ, հենց Նեղոս գետը եգիպտացիները երկրպագում էին որպես աստված։ Եվ Տեր Աստված, իրական Աստված, Եհովա Աստված ցույց է տալիս, որ միայն ինքը ունի իշխանություն Նեղոսի վրա, որ Նեղոսը իրենն է պատկանում, որտեվ ինքն է ստեղծել Նեղոսը, այլ ոչ թե որևէ կեղծ Նեղոսի գետի Աստված։ Պատուհասները նկարագրվում է եբրայերեն համապատասխան բառով, որ նշանակում է հարված։ Յուրաքանչյուր պատուհաս այնպիսին էր, կարծես Աստված հարվածում էր կամ ծեծում էր եգիպտացիների կողմից երկրպագրվող, պաշտվող այդ չաստվածություններին։ Եգիպտացիները խնում անունով չաստված ունեին, որ կարծում էին նա է Նեղոս գետի պահապանը, եւ այս պատուհասով Աստված ցույց էր տալիս, որ չկա նման բան, որտեվ այդ կոչեցյալ չաստված խնումը չկարողացավ պաշտպանել Նեղոս գետը, իր թվացյալ տարածքը։ Եգիպտացիները նաեւ ասում էին, որ հապի Աստվածը Նեղոս գետի ոգին էր եւ այս պատուհասի պատճառով խոնարհվեց։ Ոչ, խոնարհվեցին եգիպտացիները։ Նրանք կարծում էին, որ մեծ Աստված Օսիրիսի երակներում Նեղոսն էր հոսում ու այս պատուհասի ժամանակ նա իսկապես արյունահոսեց։ Նեղոսը ինքնին երկրպագվում էր որպես Աստված։ Եվ կան պապիրուսներ, որոնք Նեղոս գետին են օրհներքում, փառաբանում ու մեծարում։ Սա կռապաշտություն է, ու Աստված դատեց դրանց դեմ, եւ այս պատուհասները այդ չաստվածների դեմ էին, որ բացեր եգիպտացիների աչքերը ու ասեր՝ խաբված եք, ետ դարձեք, դադարեք կռապաշտությունից։ Եվ որպեսզի վստահ լինենք, որ սա բնական երևույթ էր, եգիպտացիները ունեն մի պապիրուս, որ հայտնի է որպես Իպուվերի պապիրուս, որի վրա նշվում է, որ Նեղոսը արյուն էր եւ խմելու համար անպիտան։ Նույն պապիրուսը բազմիցս հիշատակում է, որ ծառաները լքում էին իրենց տերերին։ Եվ նորից Եգիպտոսի մոգերը, կախարդները ընդօրինակում են Աստծո այս հրաշքը։ Եգիպտացի մոգերն էլ նույնն արեցին իրենց կախարդություններով։ Եգիպտոսի մոգերը նախ ջրհորներ փորեցին, որ գտնեն մաքուր ջուր, որ իրենք էլ իրենց կախարդությունը անեն։ Եվ այնքան լցված էին գոռոզությամբ, մեծամտությամբ, իրանց իմաստության վրա ու Աստծո դեմ այնքան հակառակությամբ էին լցված, որ այդ քաղցրահամ մաքուր ջրհորների ջուրը արյան վերածեցին ու այդպես ավելի ծանրացրեցին թե իրենց, թե եգիպտացի ժողովրդի վիճակը։ Կարծես ասես թող մենք մեռնենք, մենակ թե Աստծուն չլսենք, Աստծո ասածը չլինի։ Որոշները վիճում են, թե արդյոք սա կախարդական հնարք էր մոգերի կողմից, թե այս կախարդանքները սատանայի ձեռքից եկած հրաշքներ էին։ Իմ կարծիքով, ասում է մեկնաբանը, սա սատանայի ձեռքից եկած հրաշք էր։ Եթե Եգիպտոսի կախարդները իսկապես ցանկանում էին հրաշք գործել, նրանք այդ դեպքում պիտի Նեղոսի ջրերը մաքուր ջրերի վերածեին, մաքրեին այն այրունից։ Նրանք դա չարեցին, քանի որ սատանան չի կարող կատարել կառուցողական, մաքրագործող, փրկարար հրաշք։ Հիշում եք ինչպես Հիսուսը նկարագրեց սատանային։ Հովհաննես 10-րդ գլխի 10-րդ խոսքում գողը, այսինքն սատանան, գալիս է միայն գողանալու, մորթելու եւ ոչնչացնելու համար։ Սակայն ես, ասաց Հիսուսը, եկա, որ իմ հոտը կյանք ունենա եւ առատ կյանք։ Ուրեմն սատանան բերում է միայն կործանում, բայց ոչ բարություն։ Դրա համար էլ մոգերը Եգիպտոսի կարողացան միայն ջրերը արյունոտել, այլ ոչ թե Նեղոսը մաքրել։ Բայց մի քանի անց Աստծո թույլտվությամբ Մովսեսը կարողանում է այդ արյունը նորից վերածել մաքուր ջրերի, որտեղ կյանքի հոգին Սուրբ Հոգին է, իսկ սատանան ու նրա զորությունը
միայն չարիքի համար է։ Միայն Աստված է կյանքի Աստվածը։ Մենք կարիք ունենք հասկանալու, որ մարդկային տառապանքի մեղմացումը ու վերացումը սատանայի ծրագրի մասը չի։ Սատանայի ծրագրի մասը քո կործանումն է, ոչ թե քո փրկությունը։ Սատանայի ծրագրի մասը բնության ավերումն է եւ ոչ բնության վերականգնումը։ Միայն Աստված է դա ցանկանում մեզ համար, ու դրա համար զոհեց իր միածին որդուն, որ ով նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, եւ որ մարդկանց փրկության արարչությունն էլ վերականգնվի ու փրկվի։ Փարավոնի սիրտը կարծրացավ, եւ նա չլսեց Մովսեսին ու Ահարոնին, ինչպես որ ասել էր Տերը։ Սա էլ չազդեց փարավոնի սրտի վրա։ Դժբախտաբար փարավոնի սրտում արդյունքը նույնն էր։ Փարավոնը եւս մեկ հնարավորություն բաց թողեց դարձի գալու, ապաշխարելու, Աստծո գերակայությունը ընդունելու, այլ այդ առիթը եւս մեկ անգամ օգտագործեց մերժելու, անարգելու եւ անպատվելու Տեր Աստծու։ Իմ աղոթքն է, որ մենք այդպիսի մարդիկ չլինենք։ Ամեն մեկիս կյանքում Աստված բերում է իրավիճակ ընտրություն կատարելու։ Կընտրես Աստծուն, թե կընտրես քո կուռքերին։ Եվ մեր կուռքերը կարող են հենց մեր ընտանիքը լինել, մեր ձգտած խաղաղությունը լինել, մեր ձգտած բժշկությունը լինել, մեր հարստությունը լինել, մեր դիպլոմը լինել, մեր կարծիքը լինել։ Ինչ կընտրես դու։ Սա թողնում եմ քեզ եւ Սուրբ Հոգուն ու աղոթում, որ նա գործի։ Ամեն։